Համայնքային ոստիկանության վաղարշապատի բաժնի ծառայողները հոկտեմբերի 10-ին ստացել էին տեղեկություն, որ համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 6 հեկտար հողամասի վրա ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության բացակայության պայմաններում տևական ժամանակ է, ինչ մինչև 30 մետր խորությամբ իրականացնում են մանր ավազի խառնուրդի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Ստուգողական այցի ժամանակ տարածքում աշխատում էր էքսկավատոր, մոտակայքում կային բեռնատարներ։ Տարածքը վերցվել է հսկողության տակ, իսկ վարորդները ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ արդյունահանումը համակարգում եւ իրականացնում է ավազի հանքարդյունաբերությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվության մի ընկերության սեփականատեր։ Նշված տարածքում արդյունահանում իրականացնելու վերաբերյալ Երևանի բնակիչ սեփականատերը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։ 37-ամյա սեփականատերը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Համայնքային ոստիկանության նորնորքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ջուղայի փողոցի բնակիչ 56-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է զենք զինամթերք։ Ստուգման նպատակով ոստիկաններն այցելեցին տղամարդուն։ Բացատրական աշխատանքից հետո տանտերն ինքնակամ ներկայացրեց տարբեր տրամաչափի 152 փամփուշտ, կաշվե փամփշտակալներ, որսորդական հրացային եւ այլ զինամթերք։ Հանգամանքները պարզվում են։ Կրկին հորդորում են քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնել իրավապահներին։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցների մասնագիտական կարողությունների եւ հմտությունների շարունակական զարգացումը նախարարության որդեգրած քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ եւ աշխատանքային քննարկումներ, որոնք միտված են թե տեսական գիտելիքների ընդլայնմանը, թե գործնական հմտությունների կատարելագործմանը։ Աշխատանքային օրենսդրության փոփոխությունների, գործնականում կիրառման դրանց առանձնահատկությունների, ինչպես նաեւ մի շարք հարակից թեմաների քննարկման նպատակով հոկտեմբերի 14-ին ներքին գործերի նախարարության կրթահամալիրում անցկացվել է վերապատրաստման հերթական դասընթացը։ Քննարկվել է նաև ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները, ներկայացվել են հնարավոր լուծումների առաջարկներ։ Վերապատրաստմանը մասնակցում էին ներքին գործերի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության աշխատակիցները։ Նրանց ներկայացվել են աշխատանքային օրենսդրության փոփոխությունների նպատակային ուղղվածությունն ու ազդեցությունը գործատու աշխատող հարաբերությունների վրա։ Անդրադարձ է կատարվել նաև աշխատակիցների իրավունքների եւ պարտականությունների սահմանումներին, աշխատանքային պայմանագրերի կնքման, փոփոխման եւ դադարեցման կարգի գործող կարգավորումներին եւ դրանց կիրառման առանձնահատկություններին։ Նման օրինակ վերապատրաստումները շարունակական են միտված նախարարության եւ ենթակածառայությունների անձնակազմի կարողությունների զարգացմանը եւ գործնական հմտությունների լավարկմանը։ Ներքին գործերի նախարարության փրկարարծարայությունը համագործակցելով Արարատի մարզպետի աշխատակազմի, Վեդու համայնքապետարանի եւ այլ գործընկերների հետ հոկտեմբերի 14-ին Փոքր Վեդի համայնքում անցկացրել է համալիր ուսումնավարժություն։ Չնայած գործողությունները սցենարային էին, նպատակը իրական էր ամրապնդել արտակարգ իրավիճակներում համայնքի պատրաստվածությունը, կատարելագործել արձագանքման եւ վերականգնման կարողությունները։ Թեման Վեդի ջրամբարի պատվարի փլուզման դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումն է համայնքի տարածք ամբողջ ուսումնավարժությունը երկու փուլից է բաղկացած։ Տեսականը արդեն իսկ ավարտվել է Վեդի համայնքապետարանում էր։ Հիմա գործնական փուլն է, ինչպես տեսնում եք, այստեղ կոնկրետ իրականացվում է երեխաների ընդունումը։ Մասնակցում էին փրկարարական ու վթարավերականգնողական ստորաբաժանումները պատրաստ սցենարային իրավիճակի անսպասելի զարգացման։ Տեղում էր նաև ինժեներական հատուկ տեխնիկան։ Տարհանման տեղամասում բնակիչները նախ գրանցվում էին, հաշվառում առաջնային կարիքները, այնուհետև ըստ անհրաժեշտության նրանց տրամադրվում էր հոգեբանական կամ բժշկական օգնություն, իրականացվում էին նաև կենսապահովման անհրաժեշտ գործողություններ։ Հոգեբանական օգնություն պարտադիր է տրամադրել ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին, որովհետև իրենց մոտ առաջացող առաջին ստրեսացին գործոնները հետագայում կարող են դառնալ ավելի խորքային հոգեբանական խնդիրների պատճառ, ինչպիսիք են տագնապը, վախը, ստրեսը։
Հոգեբանական աջակցության մասնագետները անհատական զրույցների միջոցով գնահատում էին մարդկանց հոգեվիճակը եւ տրամադրում խորհրդատվություն օգնելով հաղթահարել սթրեսն ու հուզական լարվածությունը։ Համակարգված աշխատանք են իրականացնում նաեւ Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության բաժնի աշխատակիցները։ Հայկական Կարմիր խաչն էլ միշտ աջակցել է եւ կողմնակից է նմանատիպ արժանքներին, հատկապես հանրապետության համայնքներում եւ միշտ առաջի օգնության եւ արագ արձագանքման թիմերով ներկայ է լինում եւ ապահովում է առաջին օգնության եւ արձագանքման գործողությունները։ Ներքին գործերի նախարարությունը կարևորելով աղետներին դիմակայունության կարողությունների զարգացումն ու համայնք մասնավոր հատված համագործակցության ամրապնդումը կարևորում է տարբեր մարզերում նման միջոցառումների շարունակական իրականացումը։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է։ Համայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, 12-ը Երևանում, 45-ը մարզերում։ Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի։ Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, ընտանեկան բռնության, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների կանխումը։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքներն են սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը, բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը եւ դրանց արձագանքումը, բնակիչների համախմբումը հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու գործում բնակչության ներուժի օգտագործումը, հանրային պատասխանատվություն ու վերահսկողությունը եւ գործունեության թափանցիկությունը։ Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության եւ իրավակարգի կայունության համար։ Ներքին գործերի նախարարության elections.mia.gov հարթակում հոկտեմբերի 7-ին հրապարակվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել կամ ներբեռնել իրենց տվյալները։ Նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ 16-11-25 ընտրողների ռեգիստր եւ ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիմ ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։ Հոկտեմբերի 6-ից նախագործարկվում է քաղաքացիության գործերի էլեկտրոնային համակարգը։ Դիմումատուները հնարավորություն կունենան առցանց գրանցվել հարթակում, ստեղծել, խմբագրել եւ ներկայացնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու նախնական հայտ, ամրագրել միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն այցելության օր ոչ շուտ, քան 2026 թվականի հունվարի 22-ը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նոր համակարգում գրանցվելու են բացառապես ԵՍ ազգային նույնականացման հարթակի միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նույնականացման քարտ եւ էլեկտրոնային թվային ստորագրություն։ Օտարերկրյա քաղաքացիները, փախստականի կարգավիճակ ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձինք գրանցվելու են ըստ ցանկության, խիստ նույնականացմամբ կամ էլեկտրոնային փոստի վավերացմամբ գցելով ճամփորդական փաստաթղթի լուսապատճենը։ Նախնական հայտի ներկայացումից հետո անհրաժեշտ է կատարել պետական տուրքի վճարում ոչ ուշ, քան ընտրված այցելության օրվանից 10 օր առաջ։ Վճարումը չկատարելու դեպքում ամրագրած օրը չեղարկվում է։